Հիմա խոսում է Եվրոպա արտահանումների մասին, Սննդի անվտանգության պետական տեսչությունն էլ համակարգ է ներդրել, որ ձկնաբույծները գրանցվեն, արտադրանքը Եվրոպա կարողանան արտահանել, ինչքանով է այս պայմաններում հաշվի առնելով ռուսական սահմանափակումները եվրոպական կողմը այլընտրանքային ուղղություն արտահանումների համար։ Մենք միշտ դիտարկել ենք Եվրոպայի ուղղությունը որպես այլընտրանքային ուղղություն, բայց ինքը եղել է այնց լրացուցիչ մեր համար առաջ խաղացման նպատակ, որը մեր կենսական շահերը չի կարող պաշտպանել, մեր նպատակները հիմա այս պայն քանի որ Ռուսաստան չեն կարողանում արտահանել, այդ բացը լրացնել Եվրոպայով, ես անձամբ չեմ պատկերացնում ոնց է հնարավոր, չնայած որ մենք Եվրոպայի հետ շատ մեծ կապեր ունենք, դերիսկեր ենք ներմուծում, տեխնոլոգիաներ ենք այնտեղից գնել, Նիկրա ենք բերում պեղնավորված ու շատ գործընկերներ ունենք, բայց շատ խնդիրներ կան, դժվար կլինի բոլորը թվարկել, բայց ամեն դեպքում հենց առաջինը այնա, որ այս պահին երկար process է պետք գրանցվելու համար, երկրորդ հարցը եվրոպական ստանդարտներին պետք է համապատասխանեցնել մեր արտադրությունը, որը ժամանակ է պահանջում, լրացուցիչ ֆինանսներ են պահանջում, իսկ մեր ֆինանսները հիմա կարծես ճգնաժամի մեջ են, որովհետև 2-3 ամիս վաճառք չենք ունեցել։ Նաև այն անորոշությունը, որ չգիտենք երբ կունենանք Ռուսաստանում վաճառք կամ չենք ունենա, այդ թույլ չի տալիս մեզ ազատ քայլեր ձեռնարկել, ֆինանսներ ներգրավել, որ կարողանանք արդիականացնել արտադրամասը, ավելի նոր տեխնոլոգիաներ ներդնել, համապատասխանել Եվրոպայի շուկային։ Երկրորդ հարցը թե Եվրոպայում ենք արտահանելու, այս պայն ուսումնասիրված չի, գործընկերներ չունենք, չգիտենք տնային քաղաքականությունը, երրորդը լոգիստիկան տեղյակ չենք, ինչքան է տևում, ոնց է, ինչ կամպանիաներ են պատրաստ հասցնել արտադրանքը Եվրոպա ու ինչ վիճակում կհասնի այդ ժամանակահատվածում, հետո Եվրոպան մեծ հասկացություն է, որ երկիր ոնց ինչ լրիվ անորոշ է, ամեն դեպքում ամփոփելով կարող եմ ասել, որ մեր այսօրվա խնդիրը, որը մի քանի օրից, մի ամսից արդեն կենսական է դառնալու, բիոմասան պահելու, կերակրելու, վարկերը սպասարկելու, նաև աշխատավարձ տալու, այս ճանապարհով լուծում ես չեմ տեսնում, այդ ճանապարհը ռուսական շուկայի բացվելն է, որտեղ մենք 10 տարուց ավել արտահանել ենք, գործընկերային հարաբերություններ ունենք, ցանցերի հետ պայմանագրեր ունենք, հենց հիմա սպասում են արտադրանքին, որը փուրերի մեջ բեռնված կանգնած է, ճանապարհից հետ է եկել, չեն կարողացել եկել։ Երբ հենց առաջի օրը, որ արդեն սահմանափակումը մտավ, մենք ծուգը մաքրել էինք, չկարողացանք արտահանել, ստիպված սառացրել փուրի մեջ պահել ենք, սառնարանները ամբողջությամբ զբաղված, քանի տնայի մասին է խոսքը։ 3 մեքենա այս պահին սառեցրած ծուգ ունենք, որը չի գնացել։ 750 տոննա պատրաստի ապրանք կա, որ պետք է վաճառվի, էլ չեմ ասում ամեն ամիս մենք 40-50 տոննա պետք է վաճառք ունենանք, որ հայկակայում նորից կերակրենք, ներդրումներ անենք, մեծացնենք, աշխատավարձ տանք, մնացած հարցերը։ Բայց փորձում եք նաև զուգահեռ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնել արտադրանքը։ Հիմա մեր հնարավորությունների չափով արդեն սկսել ենք արտադրամասում արդիականացումներ, ստանդարտներին, չնայած որ դժվարությունները այդ կողմից էլ են, շատ ստանդարտներին տեղյակ մարդիկ Հայաստանում շատ քիչ են, այդ ստանդարտներին համապատասխան շինարարներ, մատակարարներ, ամեն ինչը խնդիր է, կոնսուլտացիա անողներ չկան, այդ ամեն ինչը ժամանակ է, ռեսուրս է, ֆինանս է, ուսումնասիրություններ է, որը պետք է անել խաղաղ պայմաններում, ոչ թե սնանկացման եզրին կանգնել ու եվրոպական ստանդարտներ փորձել ներդնել, որ ճարահայցյալ փրկվես էլ, այդ փորձագետներ են գալու Եվրոպայից 4 հոգի, ասեցին, Սննդի անվտանգության պետական տեսչությունից հայտարարեցին։ Հույսեր կապում եք, իրանք կարող են ձեզ օգնել, թե չէ։ Իրանք թղթաբանության փորձագետներ են, ինչքան գիտեն, ոչ թե արտադրության կամ ձկնաբուծության, իրանք ավելի շատ կառավարություններ ունեն աշխատանք։ Էլ եմ ասում շատ լավ է, որ Եվրոպան բացվում է, բայց ինքը այսօրվա մեր հարցը չի լուծում ու ինքը Բայց ասում են 97% պատրաստ է
իր արտադրանքը Եվրոպա տանելու այս պատրաստակամությունը ենթադրում է իր հարցեր լուծվում են։ Պատրաստը զուգահեռ Ռուսաստանի հետ Եվրոպան էլ փորձել։ Մենք Դուբայել ենք պատրաստ, Չինաստանել ենք, Կանադայել ենք պատրաստ, ԱՄՆ-ել ենք պատրաստ։ Օրինակ հենց Եվրոպայի հետ աշխատողները մեր կառավարությունից ասում են, որ միակ մրցունակ ապրանքը սև խավիարն է, որը տենց մեծ քանակներ չի դառնա, մոտակա մի 10 տարում այն քանակը չի դառնա, որ այս ձկնաբուծության վնասները կարողանա փակել։ այս ընթացքում դուք ինչքան վնաս եք կրել Ռուսաստան արտահանումները, որ սահմանափակվել է։ Այս բանը դժվար կլինի հաշվել ինչքան վնաս են կրել, բայց մենք ամսական 100 միլիոն ավել ունենք գումարի կարիք, որը 2 ամիս արդեն չենք ստացել մուտքերը եւ մնացած բիզնեսներից մյուս ուղղություններից բերել այստեղ փակել ենք, բայց այսինքն այս ամեն ինչը պահելու համար 100 միլիոն դրամ 100 միլիոն ամսական պետք է ու ավել 100 միլիոնը մինիմալն է, որ քիչ կերակրես դուք բիոմասան պահես, ոչ թե մեծացնես առաջ կնես 100-ից 150 միլիոն պետք է ամսական ու այդ առանց վաճառքի մեր ցիկլը այնպես է նախատեսված, որ ամեն ամիս պետք է կերակրել աճի բիոմասան, վաճառել, տեղազատել, նորից կերակրել, որից ամեն ամիս արտադրանք կարողանանք թողարկել։ Պաղեցված է, սառեցված է, մեծ քանակները մինչև 3-ից 4 մեքենան մենք ոչ մի տեղ չունենք վաճառել։ Բայց Tracy համակարգը, որ ներդրվում է, դիտարկելու եք, փորձելու եք օգտվել։ Այարքե դες որ ասում են չի փոխարինում, չի նշանակում չենք նայելու, չենք փորձելու։ Դուք պետք չի այդ կապել մեր այսօրվա հարցերի լուծման հետ։ Պետք է այդ ուղղությամբ էլ աշխատել, բայց շատ կուզենանք, որ Ռուսաստանի ուղղությունը բացվի, մեր տնականոն աշխատանքը շարունակենք, զուգահեռ նաև փորձենք Եվրոպա, թեկուզ սև խավիարով է, մնացած ուղղություններով է, պրոդուկտներով է աշխատենք։ Այդ տեղափոխման համար սուբսիդիան, որ կառավարությունը տալիս է 800 դրամը, դա արդյունավետ ծրագիր է, թե չէ, թե չեք օգտվել։ Երբ որ կոնկրետ պահանջով եղավ, կոնկրետ այդ ժամանակ ընդդած ենք արդյունավետ է։ Այսինքն ընդհանրապես այս ընթացքում որևէ ուղղություն չեք արտահանել։ Որ ինչ կանով ես տեղյակ եմ, ոչ մի ձկնաբույծ ոչ միտեղ չի արտահանել, կարող է մի քիչ քանակ Վրաստան է արտահանվել, շատ քիչ։ Որ այդ բան չի փոխում էլի այս ծավալների մեջ։